Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Տապանի քննարկում հաղորդաշարն է, եւ մենք զրուցելու ենք Հայք եւ Աշխարհաժողով նախաձեռնությունների անդամ Հրայր Մելքոնյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Մելքոնյան, վաղուց ձեզ հետ հաղորդում չենք կարել մեր տաղավարում։ Փորձենք այսօր քննարկել մի քանի կարևոր եւ հրատապ հարցեր կապված նոր գաղափարախոսության հետ, որը որ փորձում է մտցնել Նիկոլ Փաշինյանը, իշխանությունները, քաղաքացիական պայմանագիրը, խոսքը վերաբերում է իրական Հայաստան այդ գաղափարախոսությանը, որը ենթադրում է, եթե կարճ ասենք, որ 29743 կիլոմետրից դուրս Հայաստանի Հանրապետությունը քաղաքական հետաքրքրություններ չունի եւ փորձում է ուրեմն նույնացնել հայրենիքը պետության հետ։ Դա է պատճառը, որ այսպես պարբերաբար մենք տեսնում ենք տարբեր գործողություններ, որոնք որ փորձում են մեզ զրկել այդ հայրենիքի հիշողության սիմվոլներից, մինչդեռ այդ սիմվոլները իմիջիալոց տարածված են ամբողջ հանրապետությունով, մարդկանց անունների, շրջանների անունների, ես չգիտեմ, Արարատ լեռի եւ այլն, եւ Նիկոլ Փաշինյանը դրել է այդպիսի մի հատ մեծ խնդիր առաջ, որ այս սիմվոլները ոչնչացնելով պիտի կարողանա հայ ժողովրդի հիշողությունից վերացնել հայրենիքը, ամրապնդելով, որ հայրենիքը դա պետությունն է։ Ձեր կարծիքով կարող է պետությունը համարվել հայրենիք եւ երբ կարող է համարվել հայրենիք։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Հիմի անդրադառնանք հարցին։ Սկզբից հասկանանք ինչ է պետությունը։ Նախ պետությունը դա իշխանության համակարգ է։ Պետությունը դա կազմակերպական ձև է, կազմակերպական կառույց է։ Ունի ատրիբուտներ, բանակ, ոստիկանություն, հարգադրանքի մեխանիզմների ամբողջ մի փունջ եւ այդ բոլորը գտնվում են նյութական դաշտում։ Եռաչափ տարածության մեջ շոշափելի են, ժամանակի մեջ են, ունեն վերջավոր կյանք։ Ինչ ասել է ունեն վերջավոր կյանք։ Մենք ունեցել ենք պետություն Արտաշիսյանների, մենք ունեցել ենք պետություն Արշակունիների, մենք մեր ժողովուրդը ապրել է մի պետության մեջ, դրանից հետո բյուզանդական, պարսկական իշխանության այդ պետությունների մեջ, բայց մարդկանց սրտում հայքն է մնացել հայրենիքը։ Պետությունը Արշակունիների ոչնչացել է, պետությունը Բագրատունիների ոչնչացել է, Հայաստանի առաջին հանրապետությունը ոչնչացել է, բայց հայրենիքը հայի սրտում չի ոչնչացել։ Այսինքն պետությունը դա նյութական դաշտում էր։ Հիմի տեսնենք ինչ է հայրենիքը։ Հայրենիքը դա հիշողություն է, հայրենիքը դա տարածք է, հայրենիքը դա լեզու է, մշակույթ է, ավանդություն է եւ ինչպես ասեցի հիշողություն է, այո։ Եվ երբ որ խոսում ենք հայրենիքի մասին, հենց բառը արդեն ասում է, որ դա եկել է հայրերից, եկել է նախնիներից, որպես տարածք, դա այն տարածքն է, որտեղ ձևավորվել է մեր տեսակը, հայ տեսակը, հայի համար հայ տեսակը, ռուսի համար ռուս տեսակը, այսինքն ամեն միազգային միավորի համար հայրենիքը դա այն է, որտեղ ինքը դարերի, հազարամյակների ընթացքում ձևավորվել է, որտեղ ձևավորվել է նրա ավանդույթները, մշակույթը, այսինքն հայրենիքը դա մետաֆիզիկական է, դա հավերժ է, դա հոգևոր դաշտում է եւ հոգևոր դաշտի մեծությունը բերել, նույնականացնել վերջավոր կյանք ունեցող նյութական տարածքում գտնվող մի մեծության հետ դա չի կարելի։ Իհարկե
բոլոր իշխանությունները, ոչ միայն մեր պետության, բոլոր պետություններում իշխանությունները փորձում են հայրենիքը նույնականացնել պետության հետ։ Ինչու՞, որտեղ հայրենիքը մարդու հոգում է եւ հանուն հայրենիքի մարդը պատրաստ է ամեն ինչի։ Իսկ եթե կարողանում են քարոզչությամբ կամ այլ տարբեր ձևերով նույնականացնել պետության հետ, ապա այդ մարդուն կառավարելը հեշտանում է։ Հիմա ես ինքս ուզում եմ եւ հերոստատիտողին եւ ինձ եւ ձեզ այդ հարցերը տալ։ Մենք ապրել ենք մոնղոլների տիրապետության ժամանակ, մոնղոլական տափաստանները մեր հայրենիքն են եղել, իհարկե ոչ։ Արաբական խալիֆաթում ենք ապրել, արաբական թերակղզին են, Կարմիր ծովի ափերը, այդ մյուսները մեր հայրենիքն են եղել, իհարկե ոչ։ Հայի համար հայրենիքը միշտ եղել է հայքը, այն տարածքը, որտեղ ձևավորվել է հայ ազգը։ Ու եթե մեկ այլ ալեգորիայով ասենք, նմանեցնենք մարդուն, ապա հայրենիքը դա հոգին ու մարմինն են, իսկ պետությունը դա հագուստն է, որը ըստ եղանակի փոխվում է։ Տեսեք, պետություն եւ հայրենիք հասկացությունները իրենք տարբեր են։ Այժմ մեր պետությունը դա մեր հայրենիքի մի փոքր հատվածն է։ Ես երազեմ այն ժամանակը, երբ մեր պետությունը կլինի մեր հայրենիքի չափ, դրանք կհամընկնեն։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի պատկերացրածը, նա ուզում է հայրենիքի չափերը փոքրացնի պետության չափ, փոխանակ պետությունը մեծացնի հայրենիքի չափ։ Ինչևէ, բայց այսպես թե այնպես, եթե սա մեր հայրենիքն է, մեր հայրենիքի մի հատվածն է, ոչ թե ասենք օրինակի համար այն խենթ պրոյեկտներից մեկը, որ ասենք հիշում եք տարբեր ազգերի համար Սիբիրում ուզում էին ինչ-որ տեղ հատկացնել ապրելու, ուզում էին տեղահանել եւ այլն, հայերն էլ այդպիսի ինչ-որ պրոյեկտի ուրեմն ցանկություններ կային, այո, բայց Այդ դեպքում այնուամենայնիվ մենք հայրենիքի մի հատվածում ենք ապրում, ինչու է այնպես ստացվում, որ հայերը լքում են Հայաստանը, եւ եթե մենք այս տնտեսական դժվարությունները դնում ենք մեր առջև, որ եղել են անկախությունից մինչև հիմա, ապա արդյոք միայն տնտեսական պատճառներով է հիմնավորված, որ այս մարդիկ լքում են Հայաստանը։ Նախ Տիգրան ջան, նշեմ, որ մեր պետությունը մեր հայրենիքի մի հատվածը չի, մեր հայրենիքի տարածքի մի հատվածում է, որովհետև հայրենիքը անբաժանելի է, նա միասնական է, եւ ասել թե մեր հայրենիքի մի հատվածն է, ոչ, մեր հայրենիքի մի տարածքի մի հատվածում է մեր պետությունը, եւ այդ առումով մեր պետությունը մեր համար շատ թանկ է։ Ինչու են մարդիկ լքում պետությունը։ Պետությունը, ինչպես ես ասեցի նախորդ հարցի ժամանակ, դա կազմակերպական ձև է, կազմակերպական կառույց է։ Պետությունը համակեցության նորմեր, օրենքներ, այդ ամբողջ համակարգը տնում է եւ հարգադրանքի իր մեխանիզմներով, որոնցով ինքը ունի անհրաժեշտ իշխանություն, բացարձակ իշխանություն իր քաղաքացիների վրա, նա պարտադրում է, որ այդ դրված նորմերով ապրենք։ Հիմա եթե մարդուն այդ նորմերը, այսինքն գործող արդարակարգը չի բավարարում, եթե իր հոգու մեջ եղածին դա չի դրա հետ նույնանում, մարդը թողնում գնում է, բայց մարդը, որ գնաց, նրա մեջ մեռնում է հայրենիքը, ոչ, նա մերժեց պետությանը, նա ընդվզեց պետության դեմ, նա փախավ պետությունից, նա հայրենիքից չի գնում, հայրենիքը նրա հետ միշտ կա ամեն տեղ, իհարկե, եթե գնում են, դա պետությանը վնաս է, վտանգավոր է, որովհետև պետությունը ապրում է այդ քաղաքացիներով, նրանց ամեն մեկի լումաները գումարվելով է պետությունը ապրում, հզորանում, բարգավաճում եւ իր առաջ դրած նպատակները հայրենիքի համար վտանգավոր չի եւ իր համար
ես դա էլ կասեմ, եւ իր համար դրած նպատակները պետությունը իրականացնում է այդ մարդկանց հաշվին, բայց նույնականացնել, թե մարդիկ գնում են միայն ասենք, թե այդ պատճառով դա այդպես չի, որովհետև մարդիկ գնում են տարբեր պատճառներով։ Պետությունը ինքը պետք է փորձի հասկանալ, ինչու են մարդիկ գնում, չէ որ վերցնել եւ բացատրել, ասել կարիքի համար է, անվտանգության համակարգի թերությունների համար է եւ այլը, այդպես չի։ Մենք ավելի վտանգավոր ժամանակներ ենք ապրել 90-ական թվերը, երբ որ չկար լույսը, հիշում եմ ես հացի են մեծ հերթերը եւ մարդիկ չէին գնում։ Պատերազմ էր եւ մարդիկ գնում էին կռվելու, հայրենիքի չէին գնում, որովհետեւ նրանք մտածում էին, որ ստեղծում են հայոց տունը, այսինքն ստեղծում են այն պետությունը, որը կլներ մեծ տուն, իսկ այդ մեծ տունը արդեն կնմանվեր հայրենիքի եւ մարդիկ չէին գնում։ Բայց հետո եղավ զինադադար, պատերազմը ավարտվեց, մարդիկ եկան, տեսան, սկսեցին, հետ նայեցին, տեսան, որ ոչ թե մեծ տուն է ստեղծվել, այլ ստեղծվել է ինչ-որ մի բաժնետիրական ընկերություն, որտեղ 300-ից 500 ընտանիք տերեր են, մնացածները սպասարկողներ եւ մարդիկ արդեն սկսեցին գնալ։ Դա իրենց ընդվզումն էր ներդրված արդարակարգի դեմ եւ մշտապես մենք պետք է հասկանանք, որ գնալը կապված է դրա հետ։ Ճիշտ է, հիմի տարածությունը աշխարհի փոճուրացել է, սոթային հաղորդակցությունով, բանով ամեն տեղ գնալը հեշտացել է, բայց պետությունից երբ գնում են այլ տեղ ապրելու, դա նշանակում է ինչ որ բաներ չբավարարեց, այսինքն այդ պետությունը չի սպասարկում այն խնդիրները, որով մարդը կարող էր իրացվել, ինքնաիրացումը չի լինում, մարդը տեսնում է, որ իր երազած արդարության ատրիբուտները չկան այդ պետության մեջ, մարդը տեսնում է, որ իր տեսակը կարող է չպահպանվել, որովհետև մտնում է օտար պարքեր, օտար սովորույթներ, նաև այնպիսի պարքեր ու սովորույթներ, որոնք տարերով քո բարոյական ուրեմն չափանիշների մեջ ամրագրված են, նաև դրանք են մերժվում շատ դեպքերում եւ մարդը հեռանում է, այսինքն մարդկանց հեռանալը անպայմանորեն կապված է պետության հետ, ոչ թե հայրենիքի հետ։ Իսկ ինչ պետք է անել, որ այդ մարդը չհեռանա։ Պետք է հասկանալ, որ այդ մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, ունեն ընդհանուր հատկանիշներ եւ ընդհանուր երազանքներ։ Եթե այդ պետությունը դառնում է այդ ընդհանուր երազանքների իրականացնողը, ապա մարդիկ հեռանում են, ապա մարդիկ չեն ընդվզում այդ պետության դեմ։ Եվ հետո մարդը չի, եթե ես ասում եմ, որ պետությունը նման է մեծ տան, ապա մենք պետք է մի հատ հետ նայենք ու տեսնենք, եթե տան մեջ կա ատելություն, կա մեկը մեկին մերժում, ինչ է լինում, այդ տունը քանդվում է, մարդիկ գնում են, հեռանում են, բայց այդ տան հիշողությունը նրանք տանում են իրենց մեջ եւ փորձում են ստեղծել նոր տուն, որտեղ այդ հիշողությունը, այդ ավանդույթը, այդ սերը, այդ երազանքը դրված կլինի, այնպես որ այդ գնացողները վերադառնալու են, այդ հայրենիքի վրա ստեղծվելու է մեծ տունը։ Պարզապես շատ լավ կլինի, որ այսօրվա հայոց պետությունը մտածի այդ մասին եւ ինքը լինի առաջամարտիկն ու իրականացնողը ասածս խնդիրների։ Տեսեք, մարդիկ Հայաստանից գնալով լուծում են մի կարևոր խնդիր, իրենք մեծամասամբ կարողանում են կայանալ։ Այն ինչ որ չեն կարողանում անել հայրենիքում, որովհետև հայրենիքը իրականում, այսինքն բռնազավթական ընկերություն է, այդ տերերի կողմից բռնազավթված եւ փաստորեն նրանք են թելադրում կանոնները եւ այդ կանոնների մեջ դժվար է կայանալ, որովհետեւ
երբեմն ստիպված ես անցնել այնպիսի դժվարությունների միջով, որով քո էությունը սկզբունքորեն համաձայն չի դրանցով անցնել։ Հիմա տեսեք, գոյացել է այդ գնացածների հիման վրա եւ նաեւ ցեղասպանության հետևանքով ուրեմն աշխարհով սպառված հայերի վրա մի այսպես տարօրինակ սփյուռք, որը որ մի քանի մասի է բաժանված, ընդ որում այդ սփյուռքն էլ իր հերթին բաժանվում է ըստ այն երկրների, որտեղից են մարդիկ գնացել իրենց մշակութային սովորություններով, իրենց մտածողությամբ եւ այլն, եւ առաջացել է մի հատ ստվար զանգված, որը որ սիրում է իր հայրենիքը, պատրաստ է այդ հայրենիքի համար աշխատել, պատրաստ է անգամ վերադառնալ, եթե հայրենիքում այս ձեր ասած բաժնետիրական ընկերությունը փոփոխվի եւ բոլոր նրանք, ովքեր գնացել են եւ մնացել են, կարողանան լինել մի հատ մեծ բաժնետիրական ընկերության մեջ տերեր։ Այսինքն Հայաստանում 3 միլիոն մարդ կա, Սփյուռքում 10 միլիոն մարդ կա, ինչ վատ կլներ, որ բաժնետիրական ընկերությունը ունենար այդ 10 միլիոնը, հասկանում եք։ Գիտեք, առաջադրված հարցադրումը շատ հետաքրքիր է եւ դա հարցադրումը, որի մասին պիտի պետությունը մտածեր եւ որը 35 տարվա Հայաստանի 3-րդ հանրապետությունը ըստ էության խորությամբ չի մտածել։ Ներողություն, ես ուզում եմ դուք հիշեք ինչ եք ասում, բայց անմիջապես հարց է առաջանում, իսկ ինչու պետությունը պետք է մտածեր։ Պետությանը այս վիճակում, երբ որ դուք ասում եք 500 ընտանիքով բաժնետիրական է, իրենց ձեռք է տալիս, որովհետև իրենք կարողանում են իրենց կարիքները հոգալ մնացածի հաշվին։ Գիտեք, երբ որ իրականացվում է քարոզչություն, որտեղ տրվում է մի գաղափար, եւ այդ քարոզչության մեջ ճշմարտությունը, ճշմարտանմանությունը գոնե չեն կարողանում ապահովել, ապա այդ քարոզչությունը շատ արագ դառնում է մերժելի եւ դառնում է սին։ Նրանք փորձել են միշտ այս 35 տարի ասել, որ այս պետությունը քո հայրենիքն է, եւ եթե այդ պետությունը իմ հայրենիքն է, ապա ես պետք է այդ պետության մեջ տեսնեմ իմ ինքնաիրացումը, տեսնեմ իմ տեսակի պահպանումը, տեսնեմ իմ տեսակի հզորացումը, եւ տեսնեմ իմ տեսակի, այսինքն ազգային նպատակների հեռահար ռազմավարական նպատակների իրականացումը։ Իսկ եթե ես դա չեմ տեսնում, ապա ժամանակի ընթացքում ես տեսնում եմ, որ այդ որ ասում են, դա սուտ էր, այսինքն քարոզչության հիմնական լոզունգները ստվում են։ Այդ դրա համար ձեր այդ կողմնակի հարցին որպես պատասխան։ Իսկ հիմա ասեցի ես, այո, պետությունը պիտի ազգային նպատակներ, հենց պետությունը, որպես կազմակերպական ձև, նա պիտի առաջնորդի ազգին դեպի հեռահար ազգային նպատակներ, դեպի ազգի հզորացում, մեծացում, որտև ազգի հզորացմամբ ինքն էլ է հզորանում, որտև իր ինքնապահպանման բնազդը պիտի իրեն տանի եւ պիտի այնպես անի, որ եղած տարբերությունները ազգային նպատակների եւ պետական շահերի իրար չհակասեն։ Այստեղ սա մի խնդիր է։ Երկրորդը, երբ ասում ենք, մենք ունենք այսքան մեծ սփյուռք, այսինքն Հայաստանի բնակչությունից 3, 4, 5 անգամ ավելի մեծ սփյուռք, ճշգրիտ թիվ երևի շատ քիչ մարդիկ կարողանան ասել, եւ այդ սփյուռքով չէ որ կարող էր Հայաստանի Հանրապետությունը շատ հզորանալ, դա երբ կարող էր լինել, երբ սփյուռքին չվերաբերվեին որպես կաթուկով, այլ սփյուռքին վերաբերվեին որպես ազգի հատված եւ պետությունը եւ սփյուռքն էլ տեսներ, որ այս պետությունը իր ազգային երազանքներն ու նպատակները իրականացնող է, այդ ժամանակ սփյուռքը կաներ ամեն ինչ
առանց որևէ խնդրանքի եւ սպասելիքի եւ պետությունն էլ այդ ժամանակ ինքը պարտավորված կլիներ Սփյուռքի համար անել ինչ կարող է։ Այստեղ առաջանում է մի շատ հետաքրքիր բան։ Հայ լինելը անկախ նրանից որտեղ ես Հայաստանի Հանրապետությունում, Կանադայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, թե Ամերիկայում շահավետ է թե չէ։ Հայ լինելը մարդը պետք է համարի շահավետ, դա կլներ Հայաստանի երրորդ հանրապետության բարձրագույն ձեռքբերումը։ Այդ ժամանակ արդեն Հայաստանի հանրապետության քաղաքացիների ֆորմալ քանակը կարևոր չէր ինչքան էր Հայաստանի հանրապետության համար աշխատող, մտածող, տառապող, սիրող այդ մարդկանց քանակը կլներ 16-17 միլիոն։ Այսինքն պետք է գաղափարախոսություն են ասում, ցույց տվեք հայ լինելը, որտեղ է շահավետ։ Այսօր Բաքվում հայերի են դատում, Հայաստանի պետությունը կանգնած է այդ հայերի թիկունքին, ինչքանով։ Վաղը մի ուրիշ տեղ մի ուրիշ հայի կդատեն կամ կսպանեն կամ նա կընկնի դժվարությունների մեջ, արդյոք նրա թիկունքին, նա կզգա իր թիկունքին պետություն, նա կզգա հարազատ շունչ։ Օրինակը բերեմ այսպես, մեր հարազատը, ասենք Ռուսաստանում է կամ Ամերիկայում, նա խնդիրներ ունենա, մենք այստեղ անհանգստանում ենք, մենք այստեղից փորձում ենք օգնել, այսինքն նա իր թիկունքում անկախ տարածությունից զգում է հարազատ հոգին։ Նույնը պիտի լինի սփյուռքահայի հետ, որ անկախ նրանից ինքը որտեղ է, Ռուսաստանում է, թե Բաքվում գերի է, թե Ամերիկայում է, թե Հայաստանում է, պիտի զգա պետության շունչը իր թիկունքին որպես հարազատի, որպես ավագի, որպես ուժի, որը իրեն կպահի, կպահպանի։ Կա սա, չկա, եթե չկա, ապա այդ դեպքում ինչ է նշանակում ազգային նպատակների իրականացում։ Տեսեք, մենք կորցրեցինք Արցախը, մեր հայրենիքի մի հատվածի վրա, մեր հայրենիքի տարածքի մի հատվածի վրա մենք ունեինք հայկական պետություն, կորցրեցինք եւ Հայաստանի Հանրապետությունը, որը Արցախահայության երաշխավոր էր հանդես գալիս, չկարողացավ կամ չուզեցավ եւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը ասում է Արցախյան հարց կարծում ենք չկա, կարծում ենք մենք նման հարց չենք բարձրացնի, այսինքն պետական շահը հակադրվեց ազգային շահին, իսկ մեր տիպի մոնոէթնիկ պետություններում ազգային շահը պետք է գերակա լինի պետական շահից, հակառակ դեպքում դա գալիս է մեծ տան օրինակը, տան մեջ իրար չեն սիրում, ընդհանուր ընտանիքի շահը չկա, ամեն մեկը իր շահն է տանում, իսկ այն մեծերը էլի տան, պապա մաման իրանց շահն են տանում, դրանք է պետությունն են եւ ինչ է ստացվում, այդ տունը քանդվում է։ Եվ եթե մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը պահպանել, հզորացնել, առավել բան անել, մենք պետք է մտածենք ազգային նպատակների, հեռահար ռազմավարական նպատակների իրականացման մասին։ Ես ձեր հարթակից հեռուստադիտողների մի քանի անգամ ներկայացրել եմ մեր կողմից մշակված ազգային նպատակները եւ այդ հեռահար ռազմավարական նպատակները եւ նաեւ բազմաթիվ անգամներ ասել ենք հոգեվորը չի կարող առողջացվել եւ հզորանալ առանց նյութական տարածքի առողջացման, առանց համակեցության նորմերի հստակեցման, իսկ նյութական տարածքում մենք ինչ ունենք։ Նյութական տարածքի բնութագրերից մեկը դա հիմնական ազգային հարստության բաշխում, վերաբաշխումն է։ Չի կարող ուրեմն միտեղ լինել արդարություն, լինել համակեցության նորմալ նորմեր, չի կարող լինել արդարակարգ, որտեղ ազգային հարստության բաշխումը
արդար չի մարդկանց ենթադրածի, մարդկանց հոգում նստածի բանով։ Եվ դրա համար, երբ որ ստեղծվում էր Հայաստանի Հանրապետությունը եւ մշակվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, այնտեղ կար 7-րդ կետ, որտեղ նշված էր, որ ազգային հարստությունը Հայաստանի Հանրապետության ուրեմն օդը, ջուրը, հողը, ընդերքը եւ այլը, որ դա ազգային հարստություն է, ազգային հարստությունը ժողովրդի սեփականությունն է, կա դա, չկա դա, սա մեկ հիմնահարց, երկրորդը պետությունը ազգային նպատակների կարող է թե չէ, չկա այդ հարցը, եւ եթե այդ հարցը չկա, ինչ է լինում, տեսեք մեր կողքը կար Վրաստանում ինչ որ մի պահի ազգային նպատակները հանուն համամարտկային գլոբալ նպատակների հետ մղվեցին եւ հետո ժողովուրդը արթնացավ, ասին էս ինչ են կանում եւ այսօր նրանք ովքեր գնում էին գլոբալիզացիայի ճանապարհով նրանք այսօր պատասխան են տալի, փորձում են պատասխան տալ, մենք էլ վերցրեցինք եւ ենթադրեցինք, որ այն ինչ ազգային մեր փոքր ընտանիքին է վերաբերվում, այդքան էլ կարևոր չեն համամարտկայինի մոտ եւ գնում ենք այսօր մենք այդ ճանապարհով, ուր ենք գնում։ Այս խնդիրները Ինչ նկատի ունեք այս վերջինը ասելով։ Այս վերջինը ասելով ես նկատի ունեմ հետեւյալը։ Մենք գնում ենք կամ ինչ որ միությունների դա կարևոր չի ԵԱՏՄ կլնի թե ԵՄ կլնի չմտածելով որ որն է մեր ազգային շահը այստեղ ինչ ենք անում սրանով եթե չի հռչակված ազգային հեռահար նպատակը ու մենք գնում ենք ուր ենք գնում եթե եւ արդյոք հայ մարդը իր մեջ մտածում է որ ինքը պետք է այնտեղ գնա թե հայ մարդը մտածում էր, որ ինքը ունենար իր հայրենիքում հզոր պետություն։ Մենք այսինքն չմտածելով մեր ներքին, մեր հոգևոր այդ հզորությունը կայացնելու մասին, փորձում ենք ինչ որ այստեղից այնտեղ շպրտվել։ Հապկում էինք, ԵԱՏՄ-ում էինք, ասենք դրանք լավը չեն, դրանք դավաճան են, գնանք այնտեղ։ Բա որ վաղը նրանք լավը չլինեն, ուր ենք գնալու։ Այսինքն այստեղ իսկ նրանք ունեն գլոբալ շահեր, թելադրու ասում են, էս է մեր շահերը, այդ գլոբալ շահերի մեջ կա արդյոք հայկական շահը, այստեղ պետությունը պետք է տնի հենց մեր շահը, որն է մեր շահը, մեր ռազմավարական հզորությունները ամբողջ այսօր, կամ ռուսական, կամ արևմտյան կոնցեռնների, տրեստների ձեռքում են, որն է մեր շահը, որ մենք աշխատում ենք նրանց մոտ, որ մենք մեր ժամանակը, մեր կյանքը, մեր ամեն ինչը տնում ենք հանուն գոյատևման ինչ որ գումարներ ստանալու, սա է մեր շահը, կարծում եմ ոչ, մեր ինքնությունը կորչում է այդտեղ, մեր ազգային նպատակները չեն երևում այդտեղ, այդ է իմ վերջին ասածը։ Տեսեք, դուք խոսեցիք, ասենք Եվրոմիության, դեպի Եվրոմիության գնալու այդ մասին, բայց այդ Եվրոմիություն գնալուց առաջ այնուամենայնիվ Եվրոմիությանը միանալու ցանկացող ուժերը գործեցին, կազմակերպեցին հանրաքվեում ստացան մոտորապես 60,000 ձայն, որը որ հնարավորություն տվեց այդպիսի բան մտցնել։ Ես չգիտեմ, կան քաղաքական ուժեր կամ ուժեր մեր պետության մեջ, որոնք որ ասենք կարող են այդ պետության ուրվագիծը դնել սեղանին, կարող են հանրաքվե անցկացնել, որպեսզի այդ իրենց նախագծած ազգային պետության ուրվագիծը, որը ձեր կարծիքով ավելի լավն է, քան ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն, եւ ձեր կարծիքով հայ ազգը հենց դա է ուզում, գուցե մի հատ ազգին հարցնենք այնուամենայնիվ, կազմակերպենք նման հանրաքվե, այդ գաղափարները հրապարակենք, բաժանենք ժողովրդին, մասնակցենք, կրթենք,
այս խնդիրները ով է լուծելու։ Իհարկե շատ ճիշտ կլինի, որ նման խնդիրները լուծի պետությունը որպես առաջնորդող ուժ, Բայց որպես պետությունը իշխող մենք ուժ։ հիմա գիտենք, որ Հիմա ինքը բոլորովին այլ ծրագիր է Ինքը այլ Եվ իրականացնում։ Դրա համար ես չեմ ասում, թե պետությունը ես ասում եմ լավ կլիներ, բայց հիմա կա մի այլ իրականություն եւ դրա համար երկրի ներսում կան եւ նաեւ Սփյուռքում կան ազգային ուժեր, խորապես ազգի հոգսերով, ազգի ճակատագրով ապրող ուժեր։ Այո, այդ ուժերը պիտի մտածեն այդ մասին, պիտի նրանց միասնականությունը փորձեն միավորվել, պիտի ինչ որ ձևով սա սկսվի։ Լավ կլիներ, որ պետության կողմից սկսվեր, բայց մենք ունենք իրականություն եւ իրականությունը մի քիչ այլ է։ Եվ այդ իրականությունը հենա, որ հիմա պետությունը պետք է, ասենք, ունենա իր շահերը, ԵՄ-ից իր շահերը, ԵԱՏՄ-ից իր շահերը եւ ըստ այդ շահերի պետք է համագործակցել նրանց հետ էլ, բայց երբ որ ասում են միավորվել, միանալ, մենք ինչ ա եղել, սովետական միություն էր, էդ էլ էր միություն, միացած էինք, հետո ԵԱՏՄ էր, միացած էինք, հիմա այստեղ միանում ենք, բա մենք ինչ ենք ուզում այս աշխարհից, որն է մեր առաքելությունը, մենք պետք է գտնենք ոչ թե ինչ որ միավորումներ, վաղը որ խնդիր առաջացավ այստեղ անվտանգային, Եվրամիությունը գալու է կռվի, Արցախի հարցը եղավ, Ռուսաստանը եկավ կռվեց, այսինքն այստեղ այս միությունները ոչ մեր հարատևումը, ոչ մեր հավերժությունը, ոչ կյանքը ցույց է տալիս, քանի անգամ ցույց տա, որ հասկանանք, այսինքն այստեղ մենք պիտի մտածենք միայն ներքին պոտենցիալը մեծացնելու, հզորացնելու եւ համագործակցության դաշտեր ստեղծելու մասին, պլյուս, ասենք Եվրամիություն, ասում ենք գնանք միանանք, ոնց որ այնտեղ սեղանը գցած մեզ սպասում են, բայց մենք հայտարարում ենք, օրինակ մեր պետությունը հայտարարում է, որ բարոյական որոշակի չափանիշներ Եվրամիություն ձեր հռչակած մենք չենք ընդունում։ Հայտարարում է, չի հայտարարում։ Եթե չի հայտարարում, բայց մատուցում են, որ գիտեք, այնտեղ լավ է, կհարստանանք, լավ կապրենք։ Հայ գյուղացին էլ շատ-շատերն էլ այն խորությունները չգիտեն ու հետո ասում են, բայց ինչ արեցիք, այսինքն այդ հանրաքվեները եւս կախված են նրանից, թե ինչ ես մատուցում։ Միշտ պետությունը կարող է մատուցել մի բան եւ անցկացնել ու ասել հանրաքվեա։ Այսինքն չիմացող մարդը որոշում է մնացածների ճակատագիրը եւ դա համարվում է, որ ամբողջ ազգը այդպես ուզեց։ Սա եւս այսօրվա իշխանությունների, ոչ միայն Հայաստանի, այլ այսօրվա իշխանությունների, ուրեմն այսօրվա իրողությունների մեջ է, որի ծառը ոնց են ասում բոլորս կրակն են կնգել։ Նավի վրա 1000 մարդ կա, 11 հոգի նավ քշել գիտեն, բայց քվեարկությամբ են նավը քշում։ Եվ վերջում եկեք խոսենք մեր ժողովրդի մասին։ Չեք կարծում, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կամ ինչ որ զգալի հատված այդ հոգևոր բաղադրիչից կարծես կորցրել է այդ հոգևոր բաղադրիչը։ Մենք պատկերացնում ենք մեզ, որ մենք այդքան հեշտությամբ ծնկի եկող չենք, որ ոգին է մեզ առաջ տանում եւ այլն։ Բայց այս 20 թվականի պարտությունից հետո եւ Արցախի կորստից հետո կարծես թե այսպես համախմբով ոչինչ չկա եւ ամեն մեկը այսպես խոճապի մեջ փորձում է իր խնդիրը լուծել, որովհետեւ բոլորովին հույս չի դնում մեր կազմակերպչական, պետության կազմակերպչական ունակությունների վրա, կամ չի հավատում, որ պետությունը դուրս ելնում է հայի շահից կամ իր շահից։ Այս թնջուկը ինչպես կարելի է լուծել ձեր կարծիքով։ Գիտեք, այն որ հոգևորը պակասել է, դա ես կարծում եմ հենց պետության, մի կողմից պետության քարոզչության, մի կողմից համակեցության
պարտադրված այս նորմերի, այս ամենի հանրագումար է, որովհետև հոգևորը մեկ է, մի սերունդի մեջ պակասում է, մյուսի մեջ նորից ավելանում է։ Այսօր բերված է մի վիճակի եւ պետությունն էլ նպաստում է դրան, որ մարդը մտածի, իրեն տրված է մի կյանք, ինչ կարա, ինչ հասցնի, պիտի անի։ Դա հասկանում եք, ստացվում է, որ չկա կարմիր գիծ, եւ եթե նույնիսկ կա պանականություն, կա գիտելիք, որ ասես թե չի կարելի, մարդիկ են ապրում են, պետք է այս օրենքների, այս նորմաների մեջ ապրել, բայց ենթագիտակցությունը արդեն ասում է, որ քեզ մի կյանք է տրված։ Եվ դա մեծագույն հանցագործություններից մեկն է մարդու հանդեպ, որը իրականացվում է այսօրվա ամբողջ աշխարհում։ Դա ներարկվում է եւ արդյունքում ինչ է ստացվում։ Առաջանում են լիք քաղաքաններ, մի կողմից էլ այդ պետական քարոզչությունը, որ բարձրագույն օրենքն է, իսկ արդյոք մենք մտածում ենք, որ չէ որ ոչ միշտ է օրինականը արդար։ Արդյոք մտածում ենք այդ օրենքը մասին։ գրված արդար ձևով, որպեսզի Դրա համար ես ասում եմ, միշտ չի որ արդարը օրինականն է, այսինքն պետք է այդ օրինականությունն էլ բերվի արդարության դաշտ եւ այդ դեպքում արդեն սկսում է մարդը մտածել նաև հավերժի մասին։ Մարդը սկսում է մտածել, որ Իրանը մի 70 տարվա կյանքը չի, եւ եթե այդ հոգևոր բաղադրիչը մտնում է հասարակության մեջ, ապա այդ դեպքում մարդու համար դառնում են կարմիր գծեր, ինչը կարելի է, ինչը չի կարելի, որովհետև այն որ ասում են բեսպրեդել, դա առաջանում է այն դեպքում, երբ որ բացակայում է հոգևորը, այսինքն չկան են բարոյական նորմերը եւ չափանիշները, որոնք արգելում են, չկա այդ հասարակական ընկալումը, այսինքն օրենքը չտեսավ, էսի կանեմ, ինչա պատահել, մարսեցինք լավ է, պատասխան տալ չկա, հոգու խնդիր չկա, իսկ ազգը այդպես դեգրադացվում է։ Տեսեք, այն ինչ որ դուք բերում եք, ասենք օրենքից աչքից այս կողմ եւ կարելի է։ Սա կարելի է հասկանալ այնուամենայնիվ, բայց եթե խոսենք այն օրենքների մասին, որոնք ընդունված են արդարությունից դուրս, այսինքն օրինակ հիմա մեր ընդերքը, ոնց որ դուք ասեցիք, ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, պետության բացառիկ սեփականությունը, որը արդեն տնօրինել է այնպես, որ ժողովրդի հետ դա ոչ մի կապ չունի։ Հիմա օրենք է, չէ, որ այդ օրենք են գրել, որ այդ օրենքով է սա արվում, եւ ասում են մարդը պետք է հետևի այդ օրենքին։ Հիմա օրենքին պետք է հետևել, թե արդարությանը։ Ուրեմն այն նախորդ հարցերից մեկում դուք խոսեցիք, հարցրեցիք արտագաղթի մասին։ Երբ որ օրենքները արդարակարգին, որը մարդու սրտում կա, չեն համապատասխանում, մարդը ընդվզում է, փորձում է պայքարել, եթե ուժը չի հերիքում, փախչում է այդ պետությունից։ Եվ նաև նման օրենքների համախումբն է, որը արտագաղթի պատճառներից մեկն է։ Սա չպետք է մոռանալ, նաև այն քայլերի համախումբն է, որոնք ազգային շահին հակադրվում են, իսկ ազգային շահին հակադրվող շատ քայլեր են արվում։ Ազգային շահ ասելով ինչ է ուրեմն որոնք ազգային հեռահար ռազմավարական նպատակներ են հետապնդում։ Վերջիվերջոց չի գալիս դեպի ինքնության պահպան, ազգային ինքնության։ Ազգային նպատակների իրականացումը դա հենց ինքնության պահպանումն է, այո, ինքնության պահպանումը եւ հզորացումը։ Եթե այդ ազգային ինքնությունը չի պահպանվում, այսինքն այսօր ինչ է Հայաստանի Հանրապետությունը, դա մարդկանց բազմություն է, ատոմիզացված, որոնք ամեն մեկը ունի իր շահերը եւ որոնց համար գերխնդիրը այդ շահերով շարժվել իրականացնելն է։ Տեսեք, նույնիսկ քաղաքական գործընթացները,
ընտանիքներում մեկը հայրը ՀՀԿ է, մայրը ՔՊ է, որդինը Դաշնակցությունը, ինչի որ ընտրությունների ժամանակ ընտանիքը շահի, այսինքն արվում է ատոմիզացված հասարակության մեջ դա հնարավոր է եւ տալիս է իր արդյունքը մեր մոտ մենք պետք է հասկանանք մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է կամայական իրավիճակում որը իր սրտի չի բխում ինքը կգտնի ձև մեր ժողովուրդը անջարեղ ժողովուրդ է եւ կգտնի այդ ձևը այսինքն պետության խնդիրն է նա որ ինքը մատուցի մի մոդել մի գաղափարախոսություն որը մարդկանց սրտում կա այդ դեպքում ինքն էլ է հզորանում ինքն էլ է աստվածը ոնց են ասում իրեն էլ են աստվածացնելու եկեք կոնկրետ օրինակով խոսենք էլի Հայաստանի Հանրապետությունում կա մոտ 3 միլիոն մարդ Հիմա պարզ է, որ եթե արտագաղթը ավելի ուժեղանա եւ ուրեմն հայերը բացակայեն այս պետությունից, պետությունը պիտի մտածի այնպես անել, որ ուրեմն մարդիկ չբացակայեն։ Եվ այդպիսի միջոցառումների մեջ է նաեւ այնպիսի օրենսդրություն պատրաստել, որ այդ բացակայող հայերի փոխարեն ասենք օրինակ այստեղ կան այլ պետություն ենթականեր կամ այլ ազգիներ օրինակ վերջին ես կարող է սխալվեմ բայց դեպի քիչը սխալվեմ որ ասենք հիմա այստեղ կա մոտավորապես 30,000 հնդիկ ամենայն հարգանքով իրենց ազգի նկատմամբ բայց Հայաստանի Հանրապետությունը մեր ներկա պետության համար կարևոր չի թե դու հայ ես հնդիկ ես թե ինչ ազգ ունես ինքը ձևակերպում է իր նպատակները որ մարդ լինի որ ես կարողանամ այդ մարդկանց ղեկավարել հիմա երբ դուք խոսում եք ազգային պետության մասին կամ ազգային դուք ասում եք սրտի մեջ բայց դա այդքան էլ հասկանալի չի գուցե մենք խոսենք այնուամենայնիվ այն պետության մասին որի հիմնական նպատակը մեր ինքնության պահպանությունն է ուրեմն մեր ինքնության պահպանությունը կարող է իրականացվել մի պետության կողմից, որը մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացնողն է։ Եթե մեր ռազմավարական հարստությունները այսօր տիրապետում են օտարները, տրված է օտարներին, եւ մեզ բացատրվում է, որ աշխարհը այսպես է զարգանում։ Եթե Դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար Իմիջայլոց ազգային ժողովի ամբիոնից եւս ես այս արտահայտությունը լսեցի այդ հնդիկների մյուսների բերվելուց որ դեմոգրաֆիկ խնդիրն է լուծվում ինչ է նշանակում այսինքն մոնոէթնիկ հայկական տարածքը այլ տեսակի ժողովուրդներ ազգերով բնագեցվում է լուծվում է պետության ուրեմն աշխատավոր ձեռքի հարցը որը ազգային խնդրի հետ, ազգային նպատակների հետ կարելի է ասել այս դեպքում որևէ աղերս չունի եւ դա ազգային շահին հակադրվում է հենց կոնկրետ օրինակ, որովհետեւ այդ հնդիկը որ եկել է նա ոչ 2 սերունդ հետո, ոչ էլ 4 սերունդ հետո հայքը չի համարելու իր հայրենիք նրա համար հնդկական թերակղզին է իր հայրենիքը լինելու նույնն էլ ռուսները որոնք եկել են այստեղ ռուսները որոնք միշտ արդեն 17-րդ դարից այստեղ այն աքսորավայր է եղել չէ այդ մալականները բաները որ եկել են բայց նրանք այստեղ այդ հարյուրավոր տարի ապրելով էլ էլի համարում են իրենց հայրենիքը Ռուսաստան երբ որ խոսում ես մать Россия ասում են դա նրանց հայրենիքն է այսինքն ազգային բանը պահպանելը դա մոնոէթնիկ պետության համար պիտի լինի գերխնդիր եւ ոչ թե լոզունգային ինչպես մեր մոտ շատ դեպքերում արվում է Շնորհակալություն պարոն Մելքոնյան սիրելի բարեկամներ հիշեցնեմ որ մենք զրուցում էինք Հայք եւ աշխարհազողով
նախաձեռնությունների անդամ Հրայր Մելքոնյանի հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հիշեցնում եմ, որ դուք կարող եք օժանդակել մեզ Patreon-ի միջոցով եւ մաղթում եմ ձեզ հաջողություններ։